Դուք հավանաբար կյանքում գոնե մեկ անգամ կուլ եք տվել ձմերուկի կուտ, բայց երբևէ մտածել եք, թե իրականում ինչ ճանապարհ է այն անցնում օրգանիզմում և ինչ է տեղի ունենում ներսում այդ պահին։ Շատ մարդիկ կարծում են, որ կուտերը կարող են մնալ աղիներում և լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ մյուսները վստահ են, որ դրանք լրիվ անվնաս են։ Բայց իրականությունը շատ ավելի հետաքրքիր է, քան շատերը պատկերացնում են։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ և մանրամասն իմացեք, թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում, հատկապես ստամոքսի, աղիների և մարսողական համակարգի հետ, երբ կուլ եք տալիս ձմերուկի կուտերը։ Եթե ձեզ հետաքրքիր են առողջության թեմաները, այս ալիքը հենց քեզ համար է։ Բաժանորդագրվիր առողջություն մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև մեկնաբանությունում նշեք, թե որ հիվանդության կամ խնդրի մասին կցանկանաք խոսենք։ Շատ մարդիկ համոզված են, որ եթե պատահաբար կուլ տան ձմերուկի կուտը, այն կարող է երկար ժամանակ մնալ օրգանիզմում, աճել ներսում կամ լուրջ խնդիրներ առաջացնել աղիների հետ։ Այս պատմությունները հատկապես փոքրուց շատերն են լսել ծնողներից կամ մեծերից, և հենց դրա պատճառով շատ մարդիկ մինչև հիմա վախենում են կուլ տալ ձմերուկի կուտերը։ Բայց եկեք հասկանանք, իրականում ինչ է տեղի ունենում օրգանիզմում այդ պահին։ Ամեն ինչ սկսվում է բերանից։ Երբ մարդը կուլ է տալիս ձմերուկի կուտը, այն սննդի հետ միասին անցնում է կոկորդով և հասնում է ստամոքս։ Հենց այստեղ շատերը մտածում են, թե վտանգավոր փուլն է սկսվում, բայց իրականում առողջ մարդու օրգանիզմը սովորաբար կարողանում է նման փոքր օտար մարմինները բնական ճանապարհով տեղափոխել մարսողական համակարգով։ Ստամոքսում կուտը հայտնվում է թթվային միջավայրում։ Ստամոքսի թթուն շատ ուժեղ է և օգնում է քայքայել սնունդը։ Իհարկե, ձմերուկի կուտը ամբողջությամբ չի հալվում, որովհետև այն ունի բավականին ամուր արտաքին շերտ, բայց ստամոքսը շարունակում է այն մղել դեպի հաջորդ փուլ՝ աղիներ։ Այստեղ արդեն սկսվում է այն մասը, որը մարդկանց ամենաշատն է հետաքրքրում։ Կուտը անցնում է բարակ աղիներով, որտեղ հիմնականում տեղի է ունենում սննդանյութերի ներծծումը։ Քանի որ ձմերուկի կուտը փոքր է և հարթ, շատ դեպքերում այն պարզապես անցնում է մարսողական համակարգով առանց որևէ խնդրի։ Բայց այստեղ կա կարևոր նրբություն, որի մասին շատերը չգիտեն։ Եթե մարդը շատ մեծ քանակությամբ կուտեր է կուլ տալիս, հատկապես երեխաների մոտ, որոշ դեպքերում դա կարող է առաջացնել աղիների ծանրաբեռնվածություն կամ նույնիսկ խցանման վտանգ։ Թեև սա հազվադեպ է լինում, բժիշկները իսկապես զգուշացնում են, որ չափից շատ կուտեր կուլ տալը լավ գաղափար չէ։ Հատկապես փոքր երեխաների դեպքում օրգանիզմը ավելի զգայուն է, և դրանց մարսողական համակարգը դեռ ամբողջությամբ զարգացած չէ։ Այդ պատճառով երեխաների մոտ ավելի կարևոր է հետևել, որ նրանք մեծ քանակով կուտեր կուլ չտան։ Շատ հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդկանց մեծ մասը կարծում է, թե կուտը կարող է մնալ օրգանիզմում երկար տարիներով։ Իրականում առողջ մարսողական համակարգ ունեցող մարդկանց մոտ նման բան գրեթե չի լինում։ Օրգանիզմը սովորաբար մի քանի օրում բնական ճանապարհով դուրս է բերում այն։ Բայց ինչու են մարդիկ այդքան վախենում։ Պատճառներից մեկը այն է, որ տարիներ շարունակ տարածվել են տարբեր պատմություններ ու միֆեր։ Ոմանք նույնիսկ ասում էին, թե եթե կուլ տաս ձմերուկի կուտը, այն կարող է ներսում աճել։ Իհարկե սա պարզապես միֆ է, որովհետև օրգանիզմի ներսում սերմ աճելու համար անհրաժեշտ պայմաններ չկան՝ արևի լույս, հող և համապատասխան միջավայր։ Այնուամենայնիվ, ամբողջությամբ անտեսել թեման նույնպես պետք չէ։ Եթե մարդը ունի մարսողական խնդիրներ, աղիների զգայունություն կամ արդեն գոյություն ունեցող հիվանդություններ, մեծ քանակությամբ կուտեր կուլ տալը կարող է առաջացնել անհարմարություններ։ Որոշ մարդկանց մոտ կարող է լինել փքվածություն, ծանրության զգացում կամ մարսողական տհաճություն։ Մի մոռացիր հավանել այս տեսանյութը, լայքիր այն, քանի որ դա շատ կարևոր է մեզ համար։
Կարևոր է նաև հասկանալ, որ ձմերուկի կուտերը ինքնին ունեն որոշ օգտակար նյութեր։ Դրանք պարունակում են փոքր քանակով մագնեզիում, առողջ ճարպեր եւ սպիտակուցներ։ Որոշ երկրներում մարդիկ նույնիսկ հատուկ օգտագործում են ձմերուկի չորացած կամ տապակած կուտերը որպես սնունդ։ Բայց այստեղ տարբերությունը այն է, որ դրանք սովորաբար մշակված եւ ծամված վիճակում են օգտագործվում, ոչ թե ամբողջությամբ կուլ տրված։ Շատ մարդիկ նաև չեն մտածում այն մասին, թե ինչ է տեղի ունենում աղիների աշխատանքի հետ, երբ օրգանիզմը փորձում է դուրս բերել չմարսվող մասերը։ Աղիները անընդհատ շարժվում են եւ մղում սնունդը առաջ։ Այս գործընթացը կոչվում է պերիստալտիկա։ Հենց այս շարժումների շնորհիվ օրգանիզմը սովորաբար կարողանում է բնական ճանապարհով ազատվել նման փոքր կուտերից։ Եթե մարդը քիչ ջուր է խմում կամ ունի մարսողական դանդաղ աշխատանք, որոշ դեպքերում դա կարող է ավելի դժվարացնել գործընթացը։ Այդ պատճառով կարևոր է պահպանել ջրային բալանսը եւ չչարաշահել նման բաները։ Ամենակարևորն այն է, որ մարդիկ հասկանան, 1 կամ 2 կուտ պատահաբար կուլ տալը սովորաբար վտանգավոր չէ առողջ մարդու համար, բայց մեծ քանակով կուտեր կուլ տալը, հատկապես երեխաների կամ մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, արդեն կարող է խնդիրներ առաջացնել։ Այսպիսով, իրականությունը մի փոքր այլ է, քան շատերը պատկերացնում էին։ Ձմերուկի կուտերը սովորաբար չեն մնում օրգանիզմում եւ չեն աճում ներսում, բայց դա դեռ չի նշանակում, որ կարելի է անսահմանափակ կուլ տալ դրանք առանց մտածելու։ Շատ մարդիկ չեն էլ պատկերացնում, թե որքան մեծ քանակությամբ ջուր կա ձմերուկի մեջ։ Ավելի քան 90% ջուր է պարունակում, եւ հենց այդ պատճառով շոկ եղանակին այն ուտելուց հետո մարդիկ զգում են թարմություն եւ թեթևություն։ Բացի այդ, ձմերուկը պարունակում է նաև բնական հակաօքսիդանտներ, հատկապես լիկոպեն, որը տալիս է նրան կարմիր գույնը։ Գիտնականները նշում են, որ լիկոպենը կարող է աջակցել սրտանոթային համակարգի առողջությանը եւ օգնել օրգանիզմին պայքարել օքսիդանտի սթրեսի դեմ։ Ձմերուկը պարունակում է նաև վիտամին C, որը կարևոր է իմուն համակարգի համար, ինչպես նաև վիտամին A, որը օգտակար է մաշկի եւ տեսողության համար։ Դրա մեջ կա նաև կալիում, որը մասնակցում է սրտի եւ մկանների նորմալ աշխատանքին։